Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, արդեն երկուշաբթի օրը քաղաքական ուժերը հնարավորություն ունեն երկուշաբթի օրվանից իրենց նախընտրական հայտերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին ամռանը կայանալիք հերթական ընտրություններին մասնակցելու համար, այս փուլում այս մի քանի օրվա ընթացքում վերջնականացնում են իրենց նախընտրական ցուցակները, ընդհանուր ինչպես կգնահատեք ԿՊ-ն Փաշինյանով, Հայաստան դաշինքը Քոչարյանով, նորաստեղծ Ուժեղ Հայաստանը Նարեկ Կարապետյանով, բայց նշելով, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ՀԱԿ-ը Լևոն Զուրաբյանով, Ծառուկյանի ինտրիգը պահում է, թեև ինքն է առաջին համարը, բայց վարչապետի թեկնածուի անունը չեն հայտարարում, քաղաքական դաշտի այս իրադարձությունները ինչպես եք մեկնաբանում։ Դե շատ նորմալ եմ մեկնաբանում, ինչպես եւ բոլոր այս տիպի ընտրություններից առաջ խոշոր գործող քաղաքական ուժերը իրենց թիմերով ակտիվ սկսելու են քարոզարշավ եւ մասնակցելու են սպասվելիք ուրեմն ազգային ժողովի ընտրություններին, այնպես որ այստեղ ինչ որ ձևաչափով այլ մեկնաբանություն տալը չեմ բանանում, չեմ տեսնում, միայն կասեմ, որ այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ Նիկոլան Հողը, ինչպես միշտ, փորձում է ուրույն կերպով հանդես գալ, դասական շանտաժիստ, դասական մանիպուլյանտ, կեղծարար եւ փորձում է նաեւ իր ընտրազանգվածի ճաշակին բնորոշ որոշ ռաբիզություն եւ որոշ տգիտություն առաջ տանել եւ զորբայությունը իր։ Իսկ Ծառուկյանի դրվագը, որ ինտրիգը ամեն դեպքում պահում է, ինչով է պայմանավորված։ Օրինակ գիտի, որ մեկը չի լինելու մեծամասնություն, կարիք չի ունենալու վարչապետի թեկնածու առաջադրելու, թե այլ հարց կա։ Ինձ թվում է դե ցանկացած քաղաքական ուժ, ով մասնակցում է ընտրություններին, գերադասում է հաղթանակ տանել, բայց միևնույն ժամանակ, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, այդ նույն քաղաքական ուժերը նաև շատ լավ գիտեն, որ ենթադրաբար իրենք պարզ մեծամասնություն 50% պլյուս 1 ձայն չեն տանելու, այստեղ նույն Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, բայց այն որ ինքը ընտրազանգված ունի եւ հաստատ այդ 4 կամ 8%, եթե ինքը իհարկե դաշինքով հանդես գա, հաստատ ինքը քաղաքտարի, դա փաստ է բոլորի համար եւ ավելին նույնիսկ կստանա, դա չեմ էլ քննարկում, բայց ամեն դեպքում հենց ինտրիգը պահպանում է, որովհետեւ ենթադրաբար գիտի, որ պարզ մեծամասնություն չի ստանալու եւ դրա համար չի էլ շատ բան անում, տարածում թե իր 4 տեխնատուներից ով են, ինչ են, այսպես ասած, ամեն դեպքում ինքը շատ հետաքրքիր ձևով ներկայացրեց իր ցուցակը, ինչպես նաեւ շատ կոնկրետ բարձաբանում տվեց կապված, ինչքան հիշում եմ դուք եք այդ հարցը տալիս, թե արդյոք ինքը միանալու է Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, մարդը շատ պարզ պատասխանեց, որի արդյունքում նաև քանդվեց Նիկոլան Հողի եւ նրա թայֆայի որոշ ներկայացուցիչների կեղծ եւ սուտ տեղեկությունները, որով իրենք կրկին առանց որևէ ապացույցի, առանց որևէ փաստի, խելացի դեմք արած, ասենք փորձում էին հանրությանը մանիպուլացնել եւ խաբել, թե օրինակ նույն Գագիկ Ծառուկյանի պարագայում Գագիկ Ծառուկյանը իր ստացած ձայները պետք է Ռոբերտ Քոչարյանին տա։ Մարդը շատ պարզ այսօր ասեց, սուտ է նման բան չկա եւ ինքը իր ձայները Ռոբերտ Քոչարյանին չի տալու։ Ահա, դե հիմա թող այդ խելացի դեմքով, այդ վերլուծություններով հանդես գալացող ԿՊ կուսակցության ներկայացուցիչները մի հատ պարզաբանեն, թե ինչի հիման վրա են այդ կեղծիքները տարածում։ Եվ սա ինչի մասին է խոսում, որ Ծառուկյանը խուսափում է Քոչարյանի հետ համագործակցելուց։ Չէ, գիտեք, հարցը համագործակցելու մասին չէ։ Չէ, այստեղ մարդը չասեց ինքը չի համագործակցելու։ Շատ պարզ ասեց, որ եթե ընդդիմության միավորման հարց առաջ գա եւ թեկնածուն լինի Քոչարյանը, հստակեցնեմ, որտեվ ճիշտ եք ասում, կարող է գուցե այլ թեկնածուի պարագայում համագործակցեն, բայց կոնկրետ Քոչարյանի թեկնածության պարագայում նա պատրաստ չէ, ինչու։ Չէ, հարգելի Նարեկ, համագործակցել նաև կարելի է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելով, բայց կոնկրետ Քոչարյանի թեկնածության վերաբերյալ
Այո, Քոչարյանի տեխնացիան վերաբերյալ ոչ, հենց այդպես, այսինքն համագործակցություն կարող է լինել, բայց ոչ կրկին Քոչարյանի թիմագիծների պահով։ Ես էլի ասեմ, ես այդպես էլ հասկացա, որ Քոչարյանի թիմագիծներից էլ ինքը որևէ մեկին ձայն չի տալու, այլ ասենք ավելի լայն կոալիցիայի պարագայում ենթադրաբար ինքը կհամագործակցի բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի փորձեն բոլորով վերցնել իշխանությունը եւ ուրեմն ձևավորեն կոալիցիոն կառավարություն։ Սա շատ կարևոր հարցադրում էր այսօր ձեր կողմից իրեն ուղված եւ շատ ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ պարզ նշեց եւ քանդեց Քալիս Դավաճանավոհմակի այն կեղծ կարմիր գծով տարածվող այն թեզը, որ բոլոր ընդդիմադիրները պետք է իրենց ձայները տան Ռոբերտ Քոչարյանին։ Չգիտեք ինչ այդ ապուշությունը տարածվում է եւ ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հիմարությունը շատ խորը նստում է մարդկանց ուղեղներում։ Ես համոզված եմ, գրեթե համոզված եմ, որ նույն կերպ նաեւ կմեկնաբանեն, ասենք Սամվել Կարապետյանի թիմագիծները, որ ոչ, իրենք ինչու պետք է իրենց ձայները տան, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի կամ ինչի պետք է քվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը անցնի ազգային ժողով, որպեսզի չփոշիանա նրանց ստացած ձայները եւ նրանք կարողանան ուրեմն առաջ ուրեմն գնան եւ կոալիցիա ձևավորեն այլ ընդդիմադիր ուժերի հետ, բայց խնդիրը նրանում է, որ այո, ես ինքս էլ եմ համարում, որ այս պարագայում, քանի որ Ռոբերտ Քոչարյանի անձի հետ կապված այսպես շատ մեծ աղմուկ է բարձրացվում նույն իշխանությունների կողմից եւ կրկին Ռոբերտ Քոչարյանի սարքել են բոբո հանրության աչքի առաջ, այո, ժամանակն է, որ նույն ընդդիմադիրները շատ կոնկրետ այսպես իրենց դիրքորոշումը հայտնեն, թե արդյոք իրենք պատկերացնում են, որ Ռոբերտ Քոչարյանը լինի Հայաստանի վարչապետ։ Բայց տեսեք, այս դեպքում իշխանափոխություն չի լինի, եթե բոլորը օրինակ հայտարարեն, որ պատրաստ չեն Քոչարյանի օգտին քվեարկել, ստացվում է, որ ընդդիմադիր ուժերը օրինակ կստանան փոքր ձայներ, որի միավորումը հնարավոր կլինի իշխանափոխություն անել եւ հիմա այս բայց որ հայտարարում են Քոչարյանին ձայն չենք տա, սա արդյոք չի ստեղծի ճգնաժամային իրավիճակ։ Բացարձակ, իսկ ով ասեց, որ պարտադիր պետք է Քոչարյանը լինի երկրի վարչապետ։ Նախ բերեք սկսենք դրանից, որ քաղաքական նրա ամբիցիաները։ Չէ, իր ամբիցիաները ինքը պետք է կողքի տնի։ Իսկ ով է ասել, նախ բերեք սկսենք դրանից, որ կա պարզ տրամաբանություն ընդդիմության, եթե չի ձևավորվում պարզ մեծամասնություն, եթե ձևավորում են ընդդիմադիր, Գյումրի օրինակը բերենք։ Գյումրի օրինակ շատ պարզ օրինակ է, ասենք ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չստացավ պարզ մեծամասնություն, բայց իրանք միավորվեցին եւ ձևավորեցին կոալիցիոն իշխանություն։ Եվ այստեղ խնդիրը դեպքն է, որ կա պարզ տրամաբանություն, որ ավելի փոքր ձայներ ստացած ընդդիմադիր ուժերը միանում են ավելի բարձր ձայներ ստացած ընդդիմադիր ուժին։ Իմ ասածն դա է, բա որ Քոչարյանն է լինում ամենաշատ ընդդիմադիր քվեներ հավաքածը։ Ծառուկյանն ասում է, չէ, իր վարչապետի պարագայում չեմ միանում։ Արդեն խնդիր է առաջանում։ Դուք դա ֆանտաստիկայի ժանրից ասեցիք, որովհետև նույնիսկ ամենալավատես, այսպես ասած, Քոչարյանամետ հարցումների արդյունքում Քոչարյանը եւ նրա ղեկավարած բանը դաշինքը ամենաբարձր ձայներ ստացող քաղաքական ուժը չէ ընդդիմադիրների մեջ։ Բերեք սկսենք հենց այստեղից։ Ես չեմ ուզում Կիկոսի մահը հեքիաթով բանանենք, բայց ամեն դեպքում կան հարցումներ եւ իշխանությունների կողմից իրականացված եւ այլ ուրեմն սոցիոլոգիական, այսպես ասած, ինստիտուտների չագերտավոր կողմից իրականացված եւ ընդդիմադիրների կողմից իրականացված հարցումներ կան։ Ոչ մի հարցման մեջ ես չեմ տեսել, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիրների մեջ զբաղեցնի առաջին տեղը։ Այ եթե զբաղեցներ, այդ մասին արդեն այլ հարց էր, բայց հիմա խնդիրը հետեւյալն է, որ Ռոբերտ Քոչարյանը ամեն դեպքում ընդդիմության մեջ առաջատարը չէ։ Եվ Ռոբերտ Քոչարյանին իզուր տեղը դարձնել բոբո եւ
հանրությանը վախեցնել, թե այ նախկիները կգան կամ կեղծ թեզեր եւ սուտ տեղեկություններ տարածել, թե Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը դրանք նույն ուժերն են ներկայացնում, նույն մարմինն է երեք գլխով եւ այլ, դա շատ ուրեմն տգեղ է, հաշվի առնելով նաև, որ մեր հանրության զգալի մասը մի փոքր քաղաքականապես անկրագետ է, ցավով պետք է արձանագրենք, բայց ամեն դեպքում այս ցածրակարգ մեթոդներով խաբել հանրությանը կամ շանտաժել, որ այ եթե դուք ինձ չընտրեցիք կլինի պատերազմ, հետաքրքիր է, վաղը մյուս օրը ասելու է, այ եթե դուք թուրքերին չընդունեցիք Հայաստանի Հանրապետությունում կլինի պատերազմ, այ եթե մենք վաղը մյուս օր Թուրքիայի կամ Ադրբեջանի այս ինչ պահանջը չներկայացրեցինք կլինի պատերազմ։ Այն պարագայում հարգելի Նարեկ, որ ամենածիծաղելին գիտեք որն է, եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Հետաքրքիր է, ով է ասել, որ ինքը խաղաղություն է բերել։ Ով է ասել։ Ինքը խաղաղության պայմանագիր ստորագրել է։ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ շանտաժ ունի Հայաստանի դեմ, կոնկրետ երկու կոնկրետ շանտաժ կա մեր դեմ դրած, քանի որ մյուս շանտաժները Նիկոլը գրեթե կատարել է եւ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, եւ հայկական բանակի կրճատումը եւ կազմաքանդումը, եւ ուրեմն Ադրբեջանից այսպես ասած չագեշտավոր ներողություն խնդրելն ու փոխհատուցում տրամադրելը։ Հաջորդը դա սահմանադրության փոփոխություն է։ Իսկ ով է ասել, որ ասենք ենթադրենք օրինակ վատ երազում, որ Նիկոլ Անհողը կվերընտրվի։ Բա որ ժողովուրդը գնա եւ դեմ քվեարկի սահմանադրության փոփոխությանը։ Ու Ադրբեջանը չստորագրի խաղաղության պայմանագիր, այսինքն ինքը հիմա ասելու է, այ եթե դուք հանգարց սահմանադրության բարեփոխմանը կամ նոր սահմանադրության օգտին չքվեարկեցիք, պատերազմ կլինի, ու այս մագարտակի, այս գեղցի շանտաժիստը փորձում է այս մագարտակով վերընտրվել Հայաստանի ղեկավար։ Ես նշեցի այն կետերը, որով ինքը շարունակելու է նույն ձև շանտաժով առաջնորդվել։ Հիմա ասելու է չընտրեցիք պատերազմ կլինի, այն պարագայում, երբ որ ինքը խաղաղության պայմանագիր չի ստորագրել։ Այդ մեկ, երկրորդը, ասված ոչ անի վերընտրվի, պետք է ասի իմ ուզած սահմանադրությունը չընտրեցիք, չքվեարկեցիք իմ ուզած սահմանադրության օգտին պատերազմ կլինի։ Հետո կասի, եթե 300-400 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան տեղի չունեցավ, չագերտավոր վերադարձ, պատերազմ կլինի, ու այդպես շարունակաբար։ Հասկանում եք, չէ՞, այս մարդը ինչ մեթոդներով է առաջնորդում։ Այնպես որ հետ վերադառնալով նույն ընդդիմությանը նշեմ, որ այդ կեղծ թեզերը, որ պարտադիր պետք է Քոչարյան լինի, դա կեղծ է։ Վաղը մյուս օր քաղաքական որ ուժը ընդդիմությունից բարձր ձայներ ստացավ եւ եթե կոալիցիոն կառավարության ձևավորման հարց բարձրացավ, այո, շատ նորմալ է, եւ որ ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական ուժը պետք է իր ձայները տա, իր քվեները տա, ավելի բարձր ձայներ ստացած քաղաքական ուժին։ Այնպես չէ, որ Մարդուն Գրիգորյանը առավոտից իրիկուն նստած սպասում էր, թե վայ երբ է Վարդան Ղուկասյանը հաղթելու ընդդիմադիրների ուրեմն ձայների պահով եմ ասում, առաջին տեղը զբաղեցնելու ընդդիմության ուրեմն մեջ, որ ինքը իր ձայները տա եւ Վարդան Ղուկասյանն ընտրվի ուրեմն քաղաքապետ։ Այստեղ այդ մարդը դրսևորեց քաղաքական հասունություն։ Հիմա նույնն էլ վաղը մյուս օր, եթե հաջողվի ընդդիմությանը մեծ տոկոսով ներկայանալ ազգային ժողովում, պետք է որ ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական ուժերը միանան այն քաղաքական ուժին, ով ամենաբարձր ձայներն է ստացել, եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ 50% + 1 ձայն չունեցավ։ Սա էլ է տարբերակ։ Պարոն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը ինչ որ խոստումներ է տվել Հայաստանից դուրս եւ այդ խոստումների չկատարումը հանգեցնելու է նրա ունեզրկմանը, որովհետև ունեցվածքը ձեռից կվերցնեն, մեծ ազդեցություն ունեն իր հարստության վրա, կասեն, չես արել, վեր ստեղ ունեցվածքը։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նման գործարք հնարավոր է լիներ, թե չէ, ում միջև է եղել, ում առաջ է Կարապետյանը պարտավորություն ստանձնել։ Դե այս տիպի բանսարգություններ արդաբերող տղամարդը, ով նաև Հայաստանի վարչապետի պաշտոն է զբաղեցնում, այսօր դուք եք նրա ճեպազրույցին, մի հատ հարցնեք, թե
այդ կնգա բազարները ինքը որտեղից է բերում ու մատուցում ձեզ։ Ասեք, վերջ-վերջով ինքը վարչապետ է, չէ՞։ Վերջ-վերջով ինքը Հայաստանի առաջին դեմքն է։ Ինչ որ բան է խոսում, թող հələ ապացույցով ներկայացնի, ում մոտ է Սամվել Կարապետյանը խոստումներ տվել, ով է իրեն ունեզրկելու, եթե ինքը չկարողանա Հայաստանի իշխանությունը կամ վարչապետի պաշտոնը վերցնել։ Հասկանում եք, ես ամոթ եմ զգում, երբ որ իմ երկրի ղեկավարը նմանօրինակ ցածրակարգ բամպասանքների հեղինակ է։ Ասենք մտնում է եթեր, ինչ որ ռաբիզ լկտի ցինիկ շրիշակի մագարտակի ցածր, ինչ որ բաներ է խոսում, տեսնում է, որ խայդարակվում է իր հայտարարություններից հետո, այսօր էլ էս հեքիաթն է պատմում, այդ ինքը այդքան կար, որ այդ մարտիկ նստեին ու իրան, հա, բան անեին, կիսվեին իր հետ, թե օրինակ ենթադրենք Սամվել Կարապետյանը իրանց հետ ինչ է խոսացել, հա։ Լավ, դուք ինչպես եք պատկերացնում, դուք տեսաք իրան ինչպես ընդունեցին Կրեմլում։ Դուք տեսաք իրան ինչպես ընդունեցին Կրեմլում։ Ասենք, այդ ամեն ինչից հետո կամ դրանից առաջ, հա, այդ մարդիկ պետք է իրան ընդունեին ու ասեին, թե գիտես, Սամվել Կարապետյանը մեզ հետ այսպիսի պայմանավորվածություն ունի, այ եթե ինքը հանգարց իր պայմանավորվածությունը չարեց, մենք իրան կունեզրկենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հարցականի տակ եք դնում ոչ թե ենթադրյալ պայմանավորվածությունը, այլ որ Նիկոլ Փաշինյանին այդ պայմանավորվածության մասին տեղյակ կպահեին։ Ուրեմն ես քանի որ նախ ամեն առաջինը բերեք նշենք, որ քանի որ Սամվել Կարապետյանի կապիտալի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում, ենթադրաբար Նիկոլան Հողը նկատի ուներ, որ Ռուսաստանում են այդպես սպառնացել Սամվել Կարապետյանի։ Ես այդպես եմ մտածում, որովհետև Սամվել Կարապետյանի բիզնեսի ծանրակշիռ մեծամասնությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Երկրորդը չեմ կարծում, որ Ռուսաստանի իշխանությունները նույն Սամվել Կարապետյանին կամ որևէ մեկին, ուրեմն ունեզրկման շանտաժով սպառնան, թե դու պետք է այսինչ երկրում կամ այնինչ երկրում հասնես ինչ որ հաջողության, չէ մենք քեզ կունեզրկենք, ինչպես ես նշեցի։ Եվ երրորդ ու ամենակարևորը, ես էլ եմ կրկնում, դուք մտածում եք, որ Նիկոլան Հողը այդքան կա, որ ասենք Պուտինը կամ ինչ որ մեկը իր հետ նստի ու այս մագարտակի բամպասանք վարի, եթե եղել է, ուրեմն ես կարող եմ ենթադրեմ, որ Նիկոլան Հողը ռուսական գործակալ է, որովհետև ես բազմիցս եմ նշել նաև մեր հարցազրույցներում, որ Ռուսաստանը մի քանի անգամ փրկել է Նիկոլի իշխանությունը տարբեր ձևաչափերով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Պուտինի տխրահռչակ եւ լկտի հարցազրույցը Ռոսիա Կրեմլ Պուտին հաղորդմանը, որտեղ վերջինս ասեց, որ Նիկոլը դավաճան չէ, ուղղակիորեն ցնծություն առաջացրեց քայլիստների մոտ, ովքեր հիմա Պուտին են քննադատում։ Երկրորդը բերեք չմոռանանք, որ Նիկոլի շրջապատից բազմաթիվ մարդիկ այդ նույն կապիտուլյացիայի ժամանակ, չգիտես ինչի Մոսկվայում էին։ Այդ թվում նաև Ալենը, Նիկոլի Ալենը, որը հիմա ամենավերջին վիրավորանքներն է տալիս ռուսական կողմին։ Երրորդը, այն որ Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ կոնկրետ ռուսական պետության կողմից, դա ես չեմ ասում, ոչ էլ հայ ընդդիմադիրներն են ասում։ Այս մասին բարձրաձայնել են նույն մեր Պուտինյան Անդրանիկ Միհրանյանը, Սեմյոն Բագդասարովը, Կոնստանտին Զատուլինը, ուրեմն Սոլովյովը ու ապացույցներով։ Այնպես որ ես ոչինչ, գիտեք, հիմա այնպիսի իրավիճակ է, որ ոչինչ չի կարելի բացառել, ոչ մի բան։ Բայց այնուհանդերձ Ռուսաստանի իշխանություններից հեռու չէ, մենք բազմաթիվ օրինակներ գիտենք ունեցվածքի, թե ինչպես են ունեզրկել, ինչպես են մեծահարուստները ամեն դեպքում ինքնասպանություններ են ներկայացվել նրանց մահվան դեպքերը, մենք նման օրինակներ ունենք, այսինքն Ռուսաստանից հեռու չէ մարդկանց ունեզրկելը։ Չէ, այնպես չէ, որ ես ասեցի հեռու է, Ռուսաստանը երբևիցե ժողովրդավարական երկիր չի եղել եւ այո, Ռուսաստանի նման հսկա երկիրը, որտեղ միանձնյա կառավարում է Պուտինը եւ իր բազմաբևեռ թիմը, իհարկե այդ երկրում, ասենք,
նույնիսկ $100 միլիոն ունեցող անձնավորությունը չի կարող իրեն շատ ազատ զգալ եւ ապահովագրված զգալ որևէ միջադեպերից կապված իշխանությունների հետ, ել չասեմ նույն Սամվել Կարապետյանի մասին, բայց ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանի հետ նման կերպ վարվեն մեկ եւ երկրորդը, ու ամենակարևորը, եթե Նիկոլը ռուսական գործակալ չէ եւ չի աշխատում Մոսկվայի համար, ապա իր հետ ոչ ոք նմանօրինակ ինֆորմացիա, եթե նույնիսկ նմանատիպ բան լինի, երբևիցե չի կիսվի։ Պարոն Համբայրյան, ՔՊԻ նախընտրական ծրագրում կա մի կետ, որը առնչվում է հայաստանյան առաքելական եկեղեցուն, իրենց այդ բարենորոգման մասին է նկարագրված եւ կետերից մեկը ասում է փաստացի ղեկավարի փոփոխություն։ Մայրաթորը այսօր շուրջ 1 շաբաթ անց արձագանքեց, քննադատեց։ Դուք ինչպես կմեկնաբանեք, ինչու է ՔՊ-ն իր ծրագրում դա ներառել։ Դե Մայրաթորը ընդհանուր առմամբ արձագանքեց ոչ թե 1 շաբաթ անց, այլ այսօրվա կապիտուլյանտի ճեպազրույցի ժամանակ արտահայտած տգետ եւ թերուս մտքերին։ Սկսենք այդտեղից։ Երկրորդը ինչի համար է ներառել, շատ պարզ։ Քանի որ Նիկոլը ինքը զորբա լկտի է իր ողջեությամբ, ինքը շարունակում է նույն զորբայությունը։ Հարգելի Նարեկ, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին ժողովրդինը չէ, սկսենք այդտեղից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Աստծոն է։ Ժողովրդինն են այն եկեղեցիները, որոնք բողոքական են։ Օրինակ, կյանքի խոսքը, որի ադեպտի, որի ներկայացուցիչ քարոզները Վահե Պետրոսյանի, Նիկոլ Անհողը շատ մեծ հաճույքով տարածում էր նույնիսկ վարչապետ եղած ժամանակ իր էջում ու գովազդում էր, որ բոլորը կարդան ու նայեն, որից հետևություն Նիկոլ Անհողը աղանդավոր է։ Երկրորդը, ամենակարևորը, ինքը սա փորձում է ներառել եւ հանրության ենթադրյալ ձայները ստանալով փորձում է նաև հանրությանը, նույն հանրությանը ապացուցել, որ այ քանի որ ժողովուրդը ինձ ընտրել է, ուրեմն նաև կարտացել է իմ տխրահարճակ ապուշ ծրագիրը ու կողմ է արտահայտվում, որ ես իմ քիթը մտցնեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Այդ նույն ժողովուրդը Նիկոլ Անհող, ես դիմում եմ հենց իրան, 2021 թվականին, երբ որ քեզ ընտրեց քո նման կապիտուլյանտին, ընտրել էր նաև ենթադրաբար նրա համար, որ դու քո ծրագրի մեջ ներառել ես կետ, որ պետք է դեօկուպացնես Շուշին ու Հադրութը, բայց դու արեցիր լրիվ կոնկրետ հակառակը։ Նույն Հադրութից եւ Շուշիից հետո 2022 թվականի հոկտեմբերի 6-ին երկու տագանք ֆրանսիացիների հովանավորությամբ գնացիր Փարիզ ու կներեք Պրահա ու ստորագրեցիր Արցախ-Ադրբեջանի կազմում տխրահարճակ փաստաթուղթը, որը փորձեց լկտիաբար գցել Պուտինի գրբան։ Դուք տեսաք, ասում եք դուք 2 անգամ ճանաչեցիք Արցախ-Ադրբեջանի մաս։ Ես էլ ասում եք գնացի Պրագա, այդ փաստաթուղթը ստորագրեցի։ Հետաքրքիր է, եթե Պուտինը ասեր բանը Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է, ինքը անելու էր դա, ասենք Պուտինը հիմա Նիկոլին ասեր գնա կղանք կեր, օրինակ, ինքը անելու էր այդ ապուշությունը, ասենք Պուտինը ով է, որ որոշի թե Արցախը Հայաստան է թե Ադրբեջան է։ Վերադառնալով եկեղեցու հարցին նշեմ, որ ինքը հիմա փորձելու է իր հակաեկեղեցական սահմանադրության 17-րդ հոդվածի դեմ, այսինքն սահմանադրական կարգի տաբալման եկեղեցու պահով այդ քայլերը վաղը մյուս օրը, եթե Աստված ոչանի իր նման թուրքի կոշիկ լիզողը անցնի, պետք է ասի, որ դե ես այդքան ցեն եմ ստացել, իմ ծրագրում էլ նշել էի, ես ասել եմ, որ դա անելու եմ ու հարցակվի հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, բայց խնդիրը ոչ միայն նա է, որ Նիկոլը աղանդավոր է, ոչ միայն այն է, որ նա չի ուզում ընդունել, որ հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն օրինակ կյանքի խոսքի ժողովրդինը չէ, այլ Աստծոնն է, ու եթե որևիցե մեկին հայ առաքելական Սուրբ եկեղեցին դուր չի գալիս, կարող է ընդհանրապես չմտնել եկեղեցի։ Խնդիրը նրանում է, հարգելի Նարեկ, որ այս մարդը նաև չի հասկանում, որ կաթողիկոսը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն է կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, այլ ամենայն հայոց կաթողիկոս է։ Եվ ասենք իր ստացած
100,000 է, 200,000 է, 300,000 է, չգիտեմ ինչքան ձայն է 10 ստանալու 2 ամիս հետո ընտրությունների ժամանակ։ Ասենք օրինակի համար վերցնենք 250,000 մարդ գնացին Նիկոլ ընտրել։ Օրինակ։ Ասենք ամբողջ աշխարհում բնակվում է 11 միլիոն հայ, որոնց պարզ մեծամասնությունը 85-ից 80-90%-ը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ են։ Ասենք այդ 250,000-ը ով են եղած, որ որոշեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի հարցը։ Խնդիրը նաև սրանում է, որ այս մարդը լինելով տգետ եւ թերուս չի հասկանում, որ նախ կաթողիկոսը հայաստանյան պաշտոնյա չէ այդ մեկ, երկրորդը հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդը ի տարբերություն իրա, որ ինքը ներկայացնում է ընդամենը Հայաստանի ընտրողների ինչ որ X զանգվածի կարծիքը եւ շահերը, ինքը իմ շահերը չի ներկայացնում, ես չեմ ընդունում դրան որպես իմ երկրի ղեկավար, ցավով պետք է արձանագրեմ, որ նույնիսկ եթե ինքը ընդդիմադիր նորմալ, ես նրա նկատմամբ ընդդիմադիր լինեի, ինքը ինչ որ քայլեր աներ, ես ընդունեի, ելի կընդունեի, որ սա մեր երկրի վարչապետն, բայց ինքը թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող է։ Այս մարդը չի հասկանում, որ ինքը ոչ թե Հայաստանի կաթողիկոսի կամ Հայաստանի Հանրապետության եկեղեցու առաջնորդի մասին է ուրեմն խոսում, այլ խոսում է ամենայն հայոց կաթողիկոսի։ Եվ հետ սա է պատճառը, որ ինքը իր քիթը մտցնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, փորձելով դա լեգիտիմացնել իբր թե ժողովրդից ստացած ձայներով։ Նշում են իրենց ծրագրում, որ այս ամեն ինչը անելով իրենք հոգևոր անվտանգության հարց են լուծում, քանի որ հնարավորություն է ստեղծվել, որ արտաքին ուժերը փորձանեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Ըստ էության ասում են, որ կա վտանգ, որ եկեղեցին կծառայի ընդդեմ Հայաստանի դրսի ուժերի ձեռքով։ Ուրեմն ամենամեծ վտանգը հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար ներկայացնում է Նիկոլան Հողը, աղանդավոր, կրկնում եմ այդ մարդը, ժամանակին կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչ քարոզներ տարածում։ Այդ մարդը 2024 թվականի սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ գրքից մեջ բերումներ արեց, որը բացարձակ չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված Աստվածաշնչի թարգմանությանը։ Այդ մարդու ընտանիքի գրեթե բոլոր անդամները, հատկապես երեխաները, կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ անընդհատ սոցիալական ցանցերում երևում են, պարում են, երգում են, քարոզներին են մասնակցում, հարսանիքներին են մասնակցում այդ աղանդի կյանքի խոսքի։ Հիմա այս մարդը իր ամբողջ էությամբ բողոքական է։ Իսկ բողոքական եկեղեցիների հովանավորները շատ լավ գիտենք որտեղից են գալիս։ Դա Արևմուտքն է, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որոնք փող են տալիս այդ եկեղեցիներին, նաև քաղաքական պատվերներ կատարելու համար այն երկրներում, որտեղ նրանք տարածվում են։ Հիմա ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, կարող եմ նշեմ, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նիկոլը ամեն ինչ անում է քանդելու մեր մոտավորապես 1800-ամյա եկեղեցին եւ նրա գլխավոր նպատակն է եկեղեցին դարձնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել ուրեմն աղանդավոր բողոքական եկեղեցի։ Հարգելի Նարեկ, նույնիսկ իշխանամետ հարցումների արդյունքում, նույն գիտեք, ես չեմ ուզում էլ անունը տամ, երևի մեկ ամիս առաջ ամերիկյան համապատասխան ինստիտուտը հարցումներ էր կազմակերպել, թե որ քաղաքական ուժին եք հարում, ինչ ինստիտուտների եք վստահում, նույնիսկ ամերիկացիների կատարած հարցման արդյունքում հայ առաքելական եկեղեցին ուներ ամենաբարձր վարկանիշը։ Մի քանի օր առաջ նույն Գելապի հայաստանյան, այսպես ասած, մասնաճյուղներ հարցումներ կազմակերպել, նույնիսկ նրանք էին իրենց հարցման մեջ նույն բանը կարծիքը ուրեմն արտահայտել, որ ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտներից մեկը դա ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Ուրեմն
ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող, հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության հանրությանը շանտաժող Նիկոլ Անհողը մտածում է մեր անվտանգության մասին ու եկեղեցուն է մեղադրում սրա նրա մեջ, ասենք ենթադրենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսներից մեկը, օրինակ Եզրաս եպիսկոպոսին են անընդհատ անունը տալիս, 2 տարի համագործակցել է այն երկրի գաղտնի ծառայության հետ, որի քաղաքացին ինքը եղել է։ Ես ուզում եմ հասկանամ, որ անասունի մտքից է անցնում սեփական երկրի անվտանգության ծառայության հետ համագործակցելը անվանել դավաճանություն։ Ինչի Եզրաս arczepiskopos-ը եղել է սովետական միության քաղաքացի ու համագործակցել է, ասենք Մոսադի, հա, կամ բրիտանական մի վեցի հետ, կամ ամերիկյան ուրեմն կենտրոնական հետախուզական գործակալության հետ, որ դավաճան է եղել։ Նիկոլ Անհողը լավ կլինի իր շրջապատի ներկայացուցիչների մասին խոսի։ Այն որ Արաբատ գործակալ Միրզոևը ասում է ես թուրքական գործակալ չեմ եղել, ես էլ չեմ հավատում։ Ես էլ հավատում եմ Միքայել Մինասյանին, որ ինքը Թուրքիայի գործակալ է եղել, հետագայում բացահայտվել է եւ սկսել է ծառայել Սերժ Սարգսյանի իշխանության այդ ժամանակ։ Եվ հենց դրա համար էլ որպես վերահսկելի ընդդիմություն տարվել է ազգային ժողով 17 թվականի ընտրությունների արդյունքում։ Վերջիվերջո Արաբատ կներեք ավարտել, Արաբատ գործակալ Միրզոևի հետ ես բազմաթիվ ծանոթներ եւ ընկերներ ունեմ, ովքեր սովորել են դրա հետ։ Քանի որ հիշեցիք Միքայել Մինասյանին, ինչ է ձեզ լարված Քոչարյանական եւ Միքայել Մինասյանական թևի հարաբերությունները հենց այս նախընտրական շրջանում Միքայել Մինասյանական թևից օրինակ մեղադրում են Քոչարյանին Փաշինյանի վերարտադրությանը նպաստելու համար։ Անկեղծ ասած, գիտեք, ինձ համար ամենաանցանկալի հարցերից մեկն է, ես շատ վատ եմ ընդունում այն փաստը, որ հատկապես այս փուլում ընդդիմադիր դաշտի այս երկու ներկայացուցիչները իրար դեմ պայքարում են ամենավերջին եւ ցածրակարգ մեթոդներով։ Դա ինձ համար անընդունելի է։ Եվ երկրորդը նշեմ, որ շատ վատ է նաեւ այն հանգամանքը, որ գոնե իրենց ամբիցիաները գոնե մի կողմ պետք է տնենք եւ ես չգիտեմ, ես ոչ Միքայել Մինասյանի թիմի հետ կապ ունեմ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ կապ ունեմ եւ ներսից չգիտեմ նրանք ինչ չեն կարող կիսել իրար մեջ, բայց կարող եմ մեկ ու շատ կարեւոր բան ասել։ Նիկոլ, ասենք վերարտադրելը ո՞րն է, հիմա են փորձում մեղադրել, որ ամեն ինչ անում է, որ Նիկոլ Անհողը վերարտադրվի։ Հա, հիմա մեմեր են տարածում եւ այլն, որ ինչպես է անկեղծ ասած, ես չգիտեմ, ես ասեմ ձեզ հետեւյալը, որքան որ նախկինների պարագայում, ասենք, չեն ընդունում նույն Ռոբերտ Քոչարյանին, այդքան էլ նախկինների պարագայում չեն ընդունում նաեւ հանրապետականներին, բայց ավելի շատ։ Եվ դրա համար էլ նույն հանրապետականները ենթադրաբար հասկանալով իրենց անտի-ռեյտինգի բարձր մագարտակը չեն մտնում քաղաքական ակտիվ գործընթացների մեջ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն հանրապետականները եւ Քոչարյանական թիմը մի փոքր զուսպ պահեն իրանց եւ ավելի շատ մտածեն ընդհանուր, այսպես ասած, խնդրի դեմ պայքար մղելու համատեղ այդ ծրագրի մասին, ոչ թե հիմա ամեն ինչ անեն, որ այսպես ասած ընդդիմադիր դաշտի մեջ այդպես մեծ պարակտում կամ խնդիրներ մտցնեն։ Սա նորմալ չէ եւ ես շատ ուրախ կլինեմ, որ երկու կողմն էլ ավելի զուսպ լինեն։ Ընդդիմության համար օդուչերի նման անհրաժեշտ է Հայաստանը փրկել Նիկոլ Անհողի նման պատուհասից, որտեղ ես ելի եմ կրկնում։ Մարդ, որ նոր դեռ չի վերարտադրվել իշխանությունում, շանտաժում է մարդկանց պատերազմով, վաղը մյուս օր այդ մարդը, ես կրկնում եմ, Աստված ոչ անի, եթե ինքը վերընտրվեց, դուք կհիշեք այս մեր հարցազրույցը։ Ինքը ասելու է, սահմանադրությունը չփոխեցիք, պատերազմ է լինելու։ Թուրքերը չգան Հայաստանում ապրելու, պատերազմ է լինելու։ Ադրբեջաներենը որպես երկրորդ պետական լեզու չընդունելու պարագայում պատերազմ է լինելու։ Ադրբեջանցիները ազգային ժողովում 25-30 падգամավոր են ունենալու։ Եթե հանկարծ այդ բանը չարեցինք, պատերազմ է լինելու։ Այս ինչ տարածքը չտվեցինք, պատերազմ է լինելու։ Այն ինչ ցանկությունը չարեցինք, պատերազմ է լինելու։ Երևանի կենտրոնում, ասենք, Սայաթ-Նովա փողոցի եւ ուրեմն
Թումանյան փողոցի Խաչմերուկում Սուրբ Աննա եկեղեցու դիմացի այդ փոքր պիտաչոկի վրա պետք է մզկիթ կառուցվի։ Չկառուցեցինք, պատերազմ է լինելու։ Դե լավ, չեք չափազանցնում Չէ, բացարձակ չեմ չափազանցնում, բացարձակ։ Դուք հələ լավ հիշեք Նիկոլան Հողը ինչ կարգախոսներով 18 թվականին եկավ իշխանության եւ հիմա Հայաստանի Հանրապետությունը ինչ վիճակում է եւ որտեղ է Արցախը։ Մարդ, որը 2019 թվականի Գյումրի Սև Բերդում Արցախի նախագահին ասում էր Հայաստանի Արցախի մարզպետ, ու այն անասուն Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանում, անասունի նման վերընկած։ Լավ, արեք եթերում Ես չեմ վիրավորում, եթե վիրավորում եմ Արայիկ Հարությունյանը թող դադի տա ինձ, ինքը անասուն եղել է ու անասուն է կմնա։ Bayram, խնդրում եմ անձնական վիրավորանք Ես անձնական վիրավորանք եմ տալիս Արցախի դավաճան նախագահ Արայիկ Հարությունյան կոչվածին։ Ինքը դավաճան է, ինքը համատեղ Նիկոլի հետ համատեղ Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Ինքն է արել ամեն ինչը։ Եթե Արցախում Նիկոլը չունենար համագործակցող դավաճաններ, Արցախը չէր հանձնվի։ Գլխավոր համագործակցողը իր հետ եղել է Արայիկ Հարությունյան կոչվածը, որը շատ զարմանալիորեն ի տարբերություն Բաքվի բանդերում նստած այլ մեր հայրենակիցների շատ չաղ ու երջանիկ է միշտ։ Հետաքրքիր է նաև, գիտեք ինչ եմ ուզում իմանամ, դա ASTV-ին հարցազրույց էր տվել։ Այդ հարցազրույցը չհեռարձակվեց ASTV-ով։ Տեսնես ինչ էր ասել, տեսնես ինչեր էր խոսացել, ինչեր էր բացահայտել, որ հետագայում ենթադրաբար այդ բացահայտումները օգտագործվեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ էլ է շատ կարևոր։ Շնորհակալություն, պարոն Համբայրյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։